բարձրաձայնում, բայց ինչպես կարելի է ասել, ընդդիմությունը թեթև է տանում կամ հնարավոր է հաշվի այս ամեն ինչը։ Դուք չեք տեսնում ինչ կարգի ռեպրեսիաներ են, բռնաճնշումներ են, ինչի մասին է խոսքը։ Քոչարյան երեկվա կոլանավորումների դինամիկանը սա կրկին եւս մեկ անգամ հայված էր հայ առաքելական եկեղեցու ուղղված։ Իհարկե, միանշանակ քիչ առաջ ասացի, միշտ թվում է թե ինչ-որ սահման կարող է ունենալ սրանց այս իրավական բեսպրեդելը լկտիությունը, բայց ամեն անգամ իրենք ապացուցում են, որ չի կարող են ավել ու հենց մեծ հաշվով սա ենք մենք երկար տարիներ զգուշացնում, խոսում սրա մասին, փողոց դուրս գալիս պայքարելու այս ամեն ինչի դեմ, որ մեր հանրության այն հատվածը, ովքեր դեռևս ինչ-որ հույսեր կապում են այս իշխանությունների, հասկանան, որ սրանք ուղղակի տանում են հայկականության ոչնչացման, որի առանցքը եկեղեցին է։ Երեք է երկորեն Սամվել Կարապետյանի դատավարությունը ուղիում այս կարծես Դեք ես եղել եմ շատ տարբեր դատավարությունների ընթացքում, թե Սամվել Կարապետյանի, թե այս դատավարությունը, թե շատ ուրիշ դատավարություններ, մենք ես օրինակ երեք ցերեկը այցելել ենք ես Իշխան Սաղաթելյանը եւ Աղվան Վարդանյանը այցելել ենք նաեւ Բագրատ Սրբազանին տեսակցությանը, այսինքն մենք այս ամեն ինչի մեջ ենք, եթե ինչ որ միտեղ կոնկրետ մեզնից մեկը չի լինում, դրանից չի կարելի ուրիշ ենթադրություններ անել։ Մեր մյուս գործընկերներն են եղել են այնտեղ, այնպես որ թիմային աշխատանքը պետք չէ այսպես անհատական։ Այնպես է, ընդդիմադիր դաշտում մի տեսակ շատ խանդով են վերաբերվում մեկը մյուսին, օրինակ ձեր կոնկուրենտ այսպես ընդդիմադիր թևերը, օրինակ ձեզ են մրցակից համարում հիմնականում, ու նաև Սամվել Կարապետյանին։ Դուք օրինակ Սամվել Կարապետյանին կամ նրա կողմից ձևավորվող ուժին ընտրություններին մրցակից համարել եք։ Գիտեք, եթե տարբեր ուժերով մասնակցում ես ընտրություններին, կամա-թե-ակամա նաև մրցակից ես լինում բանի առումով, հա, զուտ, որ երբ որ տարբեր ես մասնակցում, բայց իսկապես այն ուժերը, ովքեր իսկապես պայքարում են այս իշխանությունների դեմ, կա այն համոզմունքը, որ այդ ուժերը չեն միանալու որևէ կերպ քաղաքացիական պայմանագրին, ես շատ լավ եմ նայում այդ ուժերի մասնակցությունը, ովքեր իրապես շանս ունեն հաղթահարելու։ Ոնց է կազմակերպելու այդ գործընթացը, որ մեկը մյուսին չխանգարեք, մեկը մյուսից ձայն չփախցնեք, իրար դեմ չպայքարեք տակից, կողքից բացահայտ։ Պետք է փորձել, շատ կարևոր է դա իրար չխանգարելու հանգամանքը եւ ես կարծում եմ, որ այստեղ քանի որ գլխավոր նպատակը այս իշխանությունների չվերընտրվելն է եւ կարծում եմ այստեղ հնարավոր է ճիշտ լուծումները գտնել իրար չխանգարել։ Եվ մի բան էլ, քանի որ ձեզ եմ տեսել, ձեզ հարցեմ, մյուսներին էլ այն հարցը կտամ։ Դուք տեսնում եք, որ ձեր դեմ օրինակ ընդդիմադիր այլ ուժերից պայքարում են հիմնական, ձեր ոտքի տակը փորում են կամ ինչ-որ մեթոդներով ձեր դեմ պայքարում են։ Կա, իհարկե կա։ Տեսել ենք, մենք դրա մասին բարձրաձայնել ենք։ Տարբեր հիմա անկեղծ չեմ ուզում դրա վրա ես կենտրոնանամ, բայց կա նման բաներ, ինչ որ դեպքեր կա, որ նաև ըմբռնումով ենք մոտենում, ուզում են ինչ որ ուժեր ընդդիմադիր դաշտում տեղ զբաղեցնել, ավելի ամուր տեղ զբաղեցնել եւ ինչ որ ժամանակ միգուցե մտածում են, որ մեզ կամ մեր ինչ որ գործողությունների հետ համաձայն չլինելով կամ ինչ որ բաներ մեր դեմ խոսելով միգուցե մտածում են, որ կարող են այսպես իրենց տեղը ավելի ամրացնել կամ տեղը ունենալ ընդհանրապես ընդդիմադիր դաշտում, ըմբռնումով ենք մոտենում։ Շատ դեպքերում իհարկե անցնում է թույլատրելի սահմանները միգուցե, բայց փորձում ենք ըմբռնումով մոտենալ։ Պարոն Քոչարյան, տեսեք, նոր ձևավորված մեր ձևով շարժումը ինքը բացառել էր հայտարարության տեսքով որևէ համագործակցությունը նախկին նախագահների հետ, ինչու չենք, եւ ասում են մենք շատ մաքուր ներկա ունենք, այսինքն անցյալից այսպես շակերտավոր կեղտոտ մարդիկ չկան մեր կազմում, ինչու են համարում այսպես նախկին նախագահներին ես մերին կեղտոտ եւ ինչու են բացառում համագործակցությունը, արդյոք ժողովրդի աչքում հաշվի են առնում, չգիտեմ, որ ցածր վարկանիշ ունեք կամ ձեր ներկայությունը գուցե իրենց վարկանիշին վնասի։ Դեք այդ հարցը երևի թե ինձ չի ուղղված, իրենց է ուղղված, ես չեմ ուզում ենթադրություններ անել, բայց
Խոսքը գնում է նախընտրական դաշինքներ կազմելուն, ինչին ես շատ նորմալ եմ նայում, առանձին ուժ ունեն իրենց ծրագրերը, ուզում են առանձին մասնակցել եւ այսինքն ինչն է այստեղ ոչ նորմալ կամ ձեր ասածի մեջ։ Հատված եք դաշինք ձևավորելուն որևէ ուժի հետ նախընտրական։ Տեսեք, նախընտրական, ինչպես արդեն ասվել է, ավելի մանրամասն ընտրությունների մասնակցության ֆորմատի դաշինքի, ովքեր կարող են ներգրավվածներ, մենք ամիսներ հետո դրա մասին կխոսենք, այս պահին ավելի մանրամասնելու բան չունեմ ասում։ Տեսեք, քանի որ դուք ձեր թևը, ձեր հայրը քաղաքական ուժ չունեք, կուսակցություն չունեք, բայց քաղաքական թիմ ունեք, չնայած կոնկուրենտ օֆիսից ասում են 18 աջակիցներ կամ 15 երևի։ Ինչ-որ է, քանի հոգի ուզում է լինի։ Հիմա դուք ո՞նց եք պատկերացնում, էլի Հայաստան դաշինքի ձևաչափով, անունը էլի մնալու է Հայաստան դաշինք, թե այլ ձևաչափ, ովքեր են լինելու Հայաստան դաշինքի մեջ, էլի դաշնակցությունն է լինելու, թե էլի Ես ստիպված պիտի կրկնեմ նույն բանը ուղղակի, քանի որ իսկապես այդ մասով վերջնական որոշում եւ քննարկումներ չի եղել, այնպես որ մի քիչ անպատասխանատու կլինի իմ կողմից հիմա որևէ բան ավելի մանրամասն։ Հանրապետական հետ դաշինք հավանական համարում եք։ Ոչ։ Ինչու՞։ Որովհետեւ դրա իմաստը չկա, նպատակը չկա։ Չէ, միանշանակ։ Դες մեղադրում են ժողովուրդ, հա, որ Փաշինյանի իշխանությունից փոխվել են դիմադիրների հավաքվելու հստական լինելու չէ։ Եթե նպատակը մեկն է, Նպատակը մեկն է, բայց նպատակին հասնելը չի նշանակում, որ բոլորը պետք է միավորվեն, այսպես ասած, մեկ նախընտրական ցուցակի մեջ։ Ես չեմ կարծում դա ճիշտ մոտեցում եւ իսկապես տարբեր ազնիվ թեկուզ ընդդիմադիր թիմեր կարող են ունենալ տարբեր մոտեցումներ եւ այս մեկ ցուցակում ընդգրկվելը չեմ կարծում, որ որևէ մեկին այս առումով ճիշտ օգուտ կտա։ Իհարկե միավորումներ պետք են, ավելի մեծ բլոկներ են պետք լինելու, ավելի փոքր կուսակցությունները, քիչ վարկանիշ ունեցող կուսակցությունները կարծում եմ սխալ կլինի առանձին մասնակցելը, ավելի ճիշտ է ճիշտ հաշվարկված միավորումներով գնալ։ Եվ նաև դες սոցիալական ցանցերին հետևելով մարզերը գնում, հա, հանդիպումները գնում, եւ սա կարելի է համարել նախընտրական չորայցեր, քաղաքական զրույցները մարդկանց հետ եւ ինչ տպավորություններ կան մարդկանց։ Եթե հետևում եք իմ սոցիալական ցանցերին, կտեսնեք, որ դա նոր չի, դա վաղուց արվում, դեռևս անցած տարվա սկզբներից սկսած, նախ անցած տարվա վերջերից սկսած, այսինքն սա նոր բան չի։ Միջև իմ պատգամավոր դառնալը, եթե չեմ սխալվում, մեր պատգամավորները անում էին այդ այցերը, սա մշտական բան է, որը արվել է եւ շարունակվել է արվել։